Ինչի է նույն, ասենք հենց ձեր նշած Եվրոմիությունը ուզում աջակցել եւ անգամ փողով 12 միլիոն եվրո տան Նիկոլին իբր ռուսական ազդեցության դեմ պայքարելու համար։ Այստեղ հաստատ Նիկոլին այդ 12 միլիոն եվրոյի խնդիրը չի, այդ փողի պետք է չունի ինքը, այսօր ինքը ցանկացած օլիգարխի կթում է, մի օլիգարխից է այդքան փող ստանում, որ մնաց Եվրոպա, բայց այդ փողի տրամադրելը դա ինչպես դուք ասացիք, դաբրո է, քարտ բլանշ է իրան։ Այսինքն դա նշանակում է, որ ինքը ցանկացած մեկին կարող է մեղադրել ռուսական գործակալ լինելու մեջ եւ ոնց ասած ճաշումների ենթարկելու ըստ ոնց ասած հնարավորությունների։ Այն ինչ որ 1930-ական թվականներին անում էին նույն Ստալինը ցանկացած մեկին մեղադրում էր, ասենք օտարերկրյա գործակալ լինելու մեջ, արևմուտքի գործակալ։ Հիմա սա հակառակ նշանովն է Ռուսաստանի գործակալն է եւ շատ հետաքրքիր է։ Մի մարդ, որը ամենից շատ հանդիպում է Ռուսաստանի ղեկավարության հետ, որը հավատարմորեն ծառայում է Ռուսաստանին, իրականացնում է Ռուսաստանի բոլոր ցանկությունները, ոչ մի քայլ չի արել Ռուսաստանի դեմ, բացի իհարկե շատախոսելուց եւ մի քանի հարցազրույց տալու, մյուսներին մեղադրում է ռուսական ազդեցության մեջ։ Հիմա հարց, ասում են բանը Էզրասը ռուսական գործակալ է եւ այլն։ Հիմա Էզրասն ավելի շատ Պուտինի հետ հանդիպել, թե Նիկոլ Փաշինյանը։ Էզրասն ավելի շատ Պուտինի հանձնարարականը կատարում, թե Նիկոլ Փաշինյանը։